ով որ իր անձը խոնարհեցնում է, այն կբարձրացնի։ Խոնարհեցնել նշանակում է խոնարհվել նախ եւ առաջ Աստծո առջև։ Երբ ենք մենք Աստծո առջև խոնարհվում, երբ որ մեր ոչնչությունն, մեր ոչինչ լինելն ենք գիտակցում, այսինքն մեր մեղավոր լինելն ենք գիտակցում, զոհջում ենք, արտասվում ենք, մաքրվում ենք, ներողություն ենք խնդրում, խոստովանում ենք, ապաշխարում ենք մեր մեղքերի համար, այն ժամանակ խոնարհվում ենք Աստծո առջև։ Օրինակ ամենամեծ խոնարհությունը ո՞րն է։ Ներելն է։ Եթե դու ներում ես, ուրեմն ակնկալում ես, որ Աստված էլ քեզ կների։ Խոնարհվել նշանակում է զղջալ, մաքրել անոթը, երբ որ դու քո անոթը մաքրում ես, սրբում ես, զղջում ես, խոստովանում ես, ապաշխարում ես, այն ժամանակ մաքուր անոթի մեջ Սուրբ Հոգին է իջնում։ Գիտեք ինչքան երջանիկ մարդ է Աստծուց ներում ստացած մարդը։ Մի ուրիշ ուրախություն է, մի ուրիշ երջանկություն է, ամբողջովին կյանքը փոխվում է։ Երբ որ մարդը չի ներում, չէ՞, Աստծուց էլ ներում չի ստացում, ինքը արդեն դժբախտ մարդ է։ Ուրախ չի կարող լինել, երջանիկ չի կարող լինել, ցցերի վրա տանջվող մարդն է հետի։ Հպարտանում, անբարտանան, չէ, ես չեմ ների։ Չես ների, որոշ ինչն ես ուզում։ Ներես ներվես, թե չներես ու չներվես։ Սիրես ու սիրես, թե չսիրես ու չսիրվես։ Այսինքն խոնարհությունը հենց ամենաառաջնահերթ ներողամտության հետ է կապված։ Ուրեմն երբ որ մենք խոնարհվում ենք, Տիրոջ շնորհը մեզ վրա իջնում է, մենք խաղաղվում ենք, մենք ուրախ ենք, երջանիկ ենք եւ հատկապես հավատացյալ քրիստոնյայի եւ հոգեվորականի համար է շատ կարեւոր է խոնարհությունը, որ ներողամտության հոգին փոխանցվի մարդուն։ Երբ որ ներում է ստանում, ինքն էլ արդեն սիրտ է ունենում, հոգի է ունենում, խաղաղություն է ունենում, փոխանցելու բան է ունենում։ Գալիս են արդեն խոնարհությունը սկսում է խմորել շուրջը բոլորին գրավում է, բերում է դեպի իրեն, հա։ Բայց հպարտ մարդը ոչ ինքն է ներում ստացել Աստծուց, ոչ էլ ինքն է ներում ուրիշներին եւ այդպես հեռացնում է, վանում է բոլորին եւ չես կարող երկար մնալ հպարտ մարդու հետ անպայման այդ չար բացասական հոգին քեզ խրտնեցնում։ Հնարավոր է ինքը կեղծի իր հպարտությունը խոնարհության անվան տակ, բայց երկար չի կարող այդ խոնարհությունը, այդ հպարտությունը, կեղծավոր խոնարհությունը թաքնված մնալ, անպայման բացահայտվում։ Մի անձնուհի գնում է մի ծերի մոտ, ասում է, գիտես, ես ավետարան անգիր գիտեմ, 500 երկրպագություն եմ անում։ Իսկ ծերը հարցնում է այդ մի անձնուհուն, ասում է, երբ որ քեզ վիրավորում են, դու պատասխանում ես, այո, երբ որ քեզ գովում են, դու հպարտանում ես, այո, ուրեմն դու ոչ մի տող ավետարան չգիտես։ Եթե դու ավետարան իմանայիր, ապա չէր հպարտանա եւ սիրով կտանեիր, ինչ որ քեզ ասեին։ Հայր Պիմենը 5 եղբայր է լինում, գնում են անապատ ճգնելու եւ այնպես է պատահում, որ մի մեհյանի մեջ են գիշերում անապատում եւ Հայր Պիմենը գիշերը արթնանում է, սկսում քարերով այդ մեհյանի մեջ բարձրացված կուրքին քարերով խփել, կուրք էր, մի հատ արձան էր կանգնեցված, քարերով խփում է այդ կուրքին։ Հետո խոնարհվում է, ներողություն է խնդրում կուրքից։ Եղբայրները մոտենում են, ասում են, հայր Սուրբ, ես ինչ արեցիր։ Կարելի է կուրքի առջև խոնարհություն անել, ներողություն խնդրել։ Ասում է, ես իմ համար չարեցի։ Ասում է, երբ որ քարերով խփեցի կուրքին, ինձ պատասխանեց։ Չէ, ասում է, երբ որ ներողություն խնդրեցի, ասում է, ինձ պատասխանեց, ասում է, չէ, ասում է, դուք էլ այդպես պետք է լինեք։ Արձանի նման պետք է լինեք, անզգացմունք պետք է լինեք, անկիրք պետք է լինեք աշխարհային իրողությունների հանդեպ։ Ցավոք սրտի այդպես չի։
մենք շատ ենք կախված աշխարհից, աշխարհի հանգամանքներից, եթե հաջողակ է առողջ ենք, ուրեմն ուրախ ենք, եթե անհաջող ենք ու հիվանդ ենք, ուրեմն տխուր ենք, այսինքն հոգևոր չենք, շատ նյութական ենք, մարմնավոր է մեր կյանքը շատ, այդպես չպիտի լինի, մեր ուրախությունը պետք է հոգևոր լինի, մենք պետք է աստվածային ուրախություն ունենանք, հա, այն ժամանակ աշխարհային իրողությունները մեզ ոչ կվրդովեցնեն, ոչ էլ կուրախացնեն, եւ մեր ուրախությունը, երջանկությունը Քրիստոսի հետ կլինի, տեսեք ավետարանում Տերն ինչ է ասում է, Յանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որտեղ նրանցն է երկնքի արքայությունը, Ինքան խորը իմաստ կա այս խոսքերի մեջ, բայց երբ որ դու լսում ես, ոչ մի բան չես հասկանում, եթե քո գիտակցությունը հոգևոր չի, այլ մարմնավոր է։ Յանի նրանց, ովքեր հալածվում են։ Իսկ աշխարհային օրենքներով ամենաթշվառ մարդը հալածվող մարդն է։ Որ մի հալածյալը իրան երանելի է համարում, ոչ մեկ։ Ով հալածվում է, նեղություն է կրվում, տանջվում է, չարչարվում է, ասում է, ես ինչ անիծյալ եմ, չէ, թշվառ եմ, թշվառական եմ, ինչքան պետք է ինձի հալածել, բայց Քրիստոս ասում է, այդ հալածանքի մեջ կա երանություն, գիտեք ինչ իմաստություն կա այստեղ, երբ որ մարդ իրեն մեղավոր է, չէ համարում, եւ հատկապես երբ որ մարդ այս աշխարհային կյանքով չի ապրում, այլ հանուն երկնքի արքայության է ապրում, Այն ժամանակ այդ հալածանքները իրեն արժանի է համարում, ասում այո, ինչ լավ է, այս մի փոքրիկ հալածանքով, այս մի նեղությամբ իմ մեղքերին թողություն կլինի։ Եվ եթե մարդը իրեն ճամփորդ է համարում այս աշխարհում, ասում է, ես գնում եմ երկնքի արքայության ճամփորդ եմ, չէ ես։ Երբ որ հալածում են, չէ, ընկնում են հետևից, ավելի արագ է գնում, ասում է Սուրբ Գրիգոր Դաթևացին։ Ասում ինչ լավ է, դուք հալածեք իմ հետևից ընկեք, ես ավելի արագ կգնամ, ավելի շուտ կհասնեմ երկնքի արքայություն, այսինքն ճամփորդին օգնում են, ասում են պայուսակներ, ճամփորդներ վերցրու, արագ գնա, դու գնա, մի մնա ստեղ, գնում ենք, այսինքն որ հոգևոր տեսանկյունից այս հալածանքը մեզ համար արագ եւ ձրի տոմս է երկնքի արքայությանը հասնելու համար, հավիտենական կյանքին հասնելու համար։ Ուրեմն մի ճգնավոր աղոթում է, ասում է Տեր Աստված, ասում է այս աշխարհում ինչքան անարդարություններ կան։ Ամբողջովին անարդարությունը։ Ասում է ուր է աստվածային արդարությունը։ Ես ուզում եմ տեսնել աստվածային արդարություն։ Ես աղոթում ես ճգնավոր Մեկ էլ հեշտակը տեղում երևում է ճգնավորն եւ ասում է. Արի ասում է, ես քեզ աստվածային արդարությունը ցույց կտամ։ Այո, ասում այո։ Գնում են ճգնավորին տանում է, նստեցնում է մի փչակի մեջ, ասում է նստի այստեղ։ Ու ուշադիր հետևիր։ Մի ծառի փչակի մեջ թաքնվում է ճգնավորը ու ուշադիր հետևում է։ Այդ պահին մի հարուստ Գեր մարդ գալիս է այդ փչակի դիմացը մի հատ կոճղ կար, ծառի կոճղ։ Նստում է այդ կոճղի վրա, խուրջինը բացում է, իր հացը ուտում է, խուրջինը նորից հավաքում է, ձեռքը գցում է գրպանը, դրամապանակ հանում է, փողերը հաշվում է, ու դրամապանակը թողում է այնտեղ, խուրջինը վերցնում գնում։ Մի քիչ հետո ուրիշ մարդ է գալիս, տեսնում է դրամապանակը, վերցնում է փողերը փախնում, երրորդ մեկն է գալիս, մի աղքատ մեկը, գալիս է նստում է այդ կոճղի վրա հանգստանալու, ցնցոտիներով, շորերով հագնված մարդ, այն հարուստ են, որ հացը կերել էր, փողերը թողել էր, վերադառնում է, որ տենա դրամապանակն ինչ է, տեսնում է կոճղի վրա մի աղքատ մարդ է նստած, ասում է ուր է փողերը, ստուր, ասում է ինչ փողեր, ասում է ես հենց նոր այստեղ փողեր եմ թողել, տուր փողերս թե չէ կսպանեմ, ասում է ես ոչ մի փող չեմ տեսել, եւ
Այնքան է ծեծում սպանում է այդ աղքատին։ Ու ինքն էլ թողնում գնում է։ Ու երբ որ այս երեքը գնում են, այսինքն մեկ հարուստն էր, մեկ ուրիշ երիտասարդ, որ եկավ փողերը վերցեց, մեկ էլ են աղքատը, որ եկավ նստեց, հարուստը դրան սպանեց, թողեց գնաց։ Վերջում կոճղի միջից ճգնավորը դուրս է գալիս։ Բա որ ասում եմ անարդարություն է երկրի վրա, չտեսար ասում է ինչ անարդարություն։ Ոչ ասում է, ոչ մի անարդարություն չկա։ Ես քեզ աստվածային արդարություն եմ ցույց տալիս, դու ասում ես անարդարություն, ասում եմ ինչ արդարություն կար այնտեղ։ Այն աղքատի ինչ մեղավոր էր, որ այն հարուստը սպանեց, այն մեկն էր փողը գողացել։ Չէ, ասում եմ դու շատ բաներ չգիտես, եղբայր պատվական։ Ասում եմ այդ հարուստ մարդը ու այն երկրորդ մարդը իրար հետ գործ էին արել։ Այդ դրամապանակային վրա մեջ դրված էր այն գումար, որ ընկերոջը բրի տար ասում է։ Այդքան գումար խաբել էր, վերցրել էր նրանից։ Երկրորդը եկավ իր բաժինը վերցրեց գնաց։ Ասում են աղքատ մարդը ինչ մեղավոր չէ, ասում են աղքատը շատ ծանր մեղավոր էր ասում։ Փողի համար իր աղբորն է սպանել։ Հարազատ եղբորը փողի պատճառով այդ գործարքի պատճառով եղբորը սպանել էր ու հետո գիտակցել էր իր սխալ ասում եւ երկար ժամանակ իր մահն էր փնտրում ասում էր Տեր Աստված ինչպես փողի համար իմ աղբորը սպանեցի այնպես էլ թող մեկը ինձ սպանի փողի համար հենց կոնկրետ որպես ես իմ մեղքերին թողություն գտնեմ եւ Աստված դրա աղոթքն էլ լսեց Փողի համար իր աղբորը սպանած մարդուն փողի համար սպանեցին եւ ասաց փառք ես Տեր Աստված դու իմ աղոթքը լսեցիր հիմա մեղքերից թողություն եղավ հանգիստ խղճով գնամ երկինք ամեն